Սիրելի առյուծներ, ձեզ բաժին է ընկել Ռունա կանոն, որը խոսում է գիտելիքի մասին, ինքը հենց կրակի հետ կապ ունի և ջահի։ Այն խորհրդանշում է այն լույսը, որը կարող է ցրել մթությունը և բերել հստակություն ձեր ստեղծագործական էներգիան և կրկոտություն լինի։ Այն նաև կարող է համարվել վարպետության ռունա։ Այստեղ ուշադիր եղեք մայիս ամսին, սիրելի առյուծներ, որովհետև ձեզ մոտ ամեն ինչ դեռ առջևում է, որովհետև մայիսը ձեզ կարող է ձեր համար լինել բավականին բացահայտումների ամիս և ներշնչանքի, ինչու չէ։ Եթե սովորաբար դուք նախընտրում եք մնալ ձեր զրահի մեջ, ապա կանոն ձեզ կարող է հուշել, որ ժամանակն է ցույց տալ ձեր տաղանդները, ինչ-որ բան, որը միգուցե նախկինում անհասկանալի էր կամ թաքնված, հանկարծ կարող է պարզվել ձեզ համար։ Ձեր մեջ կարող է բացվել նոր էներգիա, ինչ-որ բան միգուցե ստեղծելու կամ ձեր գործերում այստեղ վարպետանալու համար, սա հիանալի ժամանակ կլինի ձեր ուսման նոր հմտություններ ձեռք բերելու և ձեր գաղափարները կյանքի կոչելու համար։ Դուք կունենաք, կոպիտ ասած, էվրիկապահեր։ Սիրո մեջ կանոն և կրքի ռունան է, մայիսին հարաբերությունները ձեր կարող են նոր թափ ստանալ, սա կարող է բռնկվել նոր վառ զգացմունք ձեզ մոտ։ Ձեր հմայքը կլինի շատ տեսանելի և ինչու չէ, ջերմացնող։ Որպես խորհուրդ կտայի թույլ տաք ձեր լույսին փայլել, մայիսին մի թաքնվեք ստվերում։ Եթե ունեք ասելիք կամ անելիք, արեք դա վստահ, որովհետև կանո ռունան ձեզ հուշում է, որ դուք ունեք բոլոր գիտելիքներն ու ուժը հաջողության հասնելու համար։ Պարզապես դուք կարող եք լինել անկեղծ և բաց, ինչպես վառվող ջահը, որը ցույց է տալիս ճանապարհը և ձեզ և ձեր շրջապատին։ Մայիսը ձեր համար, սիրելի առյուծներ, կարող է ուրեմն լինել ջերմության, հստակության, ստեղծագործական մեծ թռիչքի ամիս։ Ուշադրություն դարձրեք և մի ամանչեք ձեր պոտենցիալը բացելու։ Կանոն ռունան նաև խոսում է այն մասին, որ դուք պետք է ուշադիր լինեք ձեր շուրջը, ինչու, որովհետև դուք մայիս ամսին ինչ-որ մարդիկ կարող են առյուծներից ճանաչվել և դուք կիմանաք իսկական ձեր թշնամիների դեմքը բացահայտելով, բայց աշխատեք ոչ մի էներգիա չտալ։ Այսքան